ամուսար, որը գտնվում է Սյունիքի և Վայոց-Ձորի կենտրոնում, արփա և որոտան գետերի համարյա մեջտեղում 3000 մետր բարձրության վրա։ Արփայի և որոտանի ջրահավաք ավազանն է և Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները, որտեղից պետք է ջուրը հոսի դեպի Սևան։ Ես ուզում եմ Գնդեվազի բնակչության որպես մի անդամ դիմել բնապահպանության նախարարությանը։ Բնապահպանության նախարարությունը տվել է իրեն համաձայնությունը ամուլսարի հանքի շահագործման համար։ Ուղղակի զարմանալի է, նրանք կարդացել են ամուլսարի ծրագիրը կամ որևէ մի անգամ ծանոթանում են տեղական և արտասահմանյան փորձագետների ու գիտնականների եզրակացությունները ամուլսարի վտանգների վերաբերյալ։ Ես արդեն 5-6 տարի է համացանցով հետևում եմ ամուլսարի ծրագրին և այնտեղ ես հանդիպել եմ տասնյակ հոդվածների և հարցազրույցների տեղական և արտասահմանյան փորձագետների ու գիտնականների կողմից, որոնք ահազանգում են ամուլսարի ծրագրի վտանգների մասին։ Բայց ոչ մի հոդված դեռ չի հանդիպել, որը կարողանա հերքել ամուլսարի ոսկու ծրագրի ոչ վտանգավորության վերաբերյալ։ Դրա համար բնապահպանության նախարարությունը, որ տվել է իրեն համաձայնությունը, ծանոթացել է այդ հոդվածներին, ինձ թվում է ոչ։ Նույնիսկ համոզված եմ, որ նրանք նույնիսկ չեն ծանոթացել գեոթիմի ծրագրային դրույթներին, որոնք ոչ մի ձևով չեն համընկնում այսօրվա տեխնոլոգիաներին և այսօրվա բնապահպանական և էկոլոգիական ռիսկներին։ Բնապահպանության նախարարությունը բնականորեն այդքան հեկտարներով այգիներ ոչնչացնելով հետ միասին չեն մտածում, որ այդ ցիանային հարթակը, որը գտնվում է Գնդեվազի սանիտարական գոտում, այսինքն Գնդեվազից 1 կիլոմետր հեռավորության վրա և արփա գետից մի քանի 100 մետր հեռավորության վրա, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում գիտակցել, որ ինչպիսի աղետ կարող է առաջանալ։ Բարեկամ, նրանք ծրագրով նախատեսել են օգտագործեն 2000 տոննա ցիանիդ, որը լուծելով իրենց հարմար կոնցենտրացիայով ստացվում է մոտ 6-ից 7 միլիոն տոննա ցիանիդային հեղուկ։ Տարեկան տարածքում ձյան և անձրևի հետևանքով կառաջանա տասնյակ միլիոնավոր տոննա հեղուկներ, որոնք լվանալով այդ տարածքի ծանր մետաղներով և այլ թունահարույց նյութերով ողողված փոշին բերելու և լցնելու են արփա գետը։ Եվ արփա գետով են սնվում Վայոց-Ձորի համարյա բոլոր գյուղերը։ Նաև այն սահմանամերձ գյուղերը, որոնք այսօր սահման են պահում։ Նախարարությունը մտածել է, թե ինչ կլինի այդ գյուղերի հետ։ Այսօր այդ գյուղերում երիտասարդություն համարյա թե չկա։ Ծերերն էլ զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Եթե այդ էլ վերանա և գյուղերը վերանան, ինչ կլինի մեր սահմանի հետ։ Ես նաև ուզում եմ դիմել ազգային անվտանգությանը։ Նրանք չգիտեմ գիտակցում են, թե ոչ, որ դա շատ մեծ աղետ է մեր տարածաշրջանի համար։ Գեոթիմ ընկերությունը կամ այսօրվա Լիդիան Արմենիա ընկերությունը իրենց նախագծերում տալիս են, որ նրանք պետք է մի քանի 100 տոննա ցիանիդային լուծույթներ բացեն, որպեսզի հետագայում այդ 130 հեկտար տարածքի վրա ցիանիդով իրականացնեն իրենց ոսկու կորզումը։ Այդ մի քանի 100 կամ 1000 տոննա լուծույթը պետք է ամբարվի ինչ-որ ցիստերների մեջ։ Նրանք գիտակցում են, որ
Նախճիջևանից մինչև մեր տարածք մի 30-35 կիլոմետր է։ Այնտեղից կարող են հրթիռակոծել կամ դիվերսիա իրականացնել, կամ մեր տարածքը բավականին մեծ երկրաշարժի կենտրոն տարածք է, որ կարող է նաև բնական աղետներ լինել։ Եվ այդ բնական աղետների դեպքում ինչ կլինի, եթե պատրվի այդ ցիանիդային տարողությունները, ինչ կլինի տարածաշրջանի համար։ Ըստ գիտական հոդվածների, րոպեների ընթացքում տարածաշրջանի ողջ բուսական եւ կենդանական աշխարհը կոչանա։ Երևի դա այդ մասին չեն մտածում։ Դիմում եմ նաև առողջապահության նախարարությանը։ Ջերմուկ առողջանային քաղաքը Հայաստանի ամենամեծ առողջանային քաղաքն է։ Նրանք գիտակցում են, որ հանքի շահագործումից հետո ջերմուկը ինչի կվերածվի։ Բնականորեն մի կեղտոտ հանքարդյունաբերական ավանի եւ ջերմուկի իրեն անունը եւ ջուրը ամեն ձևով կարելի ասել, որ կոչանա։ Որպես առողջարանային քաղաք, որպես տուրիստական կենտրոն, ջերմուկը մի քանի տարի հետո գոյություն չի ունենա։ Նաև դիմում եմ գյուղատնտեսության նախարարությանը։ Հանքի գործունեությունից հետո բնականորեն Վայոց ձորի, այսինքն մեր Գնդեվազի տարածքը կվերածվի կիսաանապատային վիճակի։ Այս ամբողջ ծառերը, որ մի քանի մինչև 7-8 տարվա այգիները կոչանան։ Գնդեվազում ոչ մի տեսակ գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվի, որովհետև հնարավոր չի լինի։ Բայց դա նույնպես այդ նախարարությանը չի հուզում։ Ես ուզում եմ խնդրել եւ պահանջել կառավարությունից կազմակերպեն մի լսումներ Գնդեվազ գյուղում եւ ապահովեն այն մարդկանց ներկայությունը, որոնք ստորագրել են Ամուլսարի ծրագրի դրական եզրակացության համար։ Նաև Սևանի հանձնաժողովի այն մարդկանց, որոնք ստորագրել են եւ համոզված են, որ Սևանին ոչ մի վնաս չի լինի։ Բայց իրականում գիտական եւ փորձարարական հետազոտությունները ապացուցում են, որ Ամուլսարի հանքից բավականին թթվային թթուներ կառաջանան եւ այդ ամբողջը կլցվի Կեչուտի ջրամբարը։ Այնտեղից էլ բնականորեն կհոսի դեպի Սևան։ Եվ Սևանի ջրի բաղադրությունը եւ Կեչուտի ջրի բաղադրությունը ինչ կլինի, ինչպիսի աղետ կառաջանա, դա արդեն իրենց մտածելու հարցն է, որոնք դժբախտաբար միջև այսօր չեն մտածում։ Խնդրում եմ, որ կազմակերպեն այդ մարդկանց ներկայությունը եւ այդ մարդիկ գան ու իրենց ստորագրությունները հաստատեն, որ ոչ մի վտանգ չկա եւ մեզ համոզեն։ Չհաստատ դա համոզելու բան չի, գիտականորեն մեզ ապացուցեն, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը ոչ մի էկոլոգիական եւ այլ վտանգներ չի պարունակում կոնկրետ մեր գյուղի, մեր մարզի, Սյունիքի եւ Սևանի նկատմամբ։